Եվ պայքարելու, և մակարելու, և իր թեստորությունը վերարժեքները ապավելու համար, սա ինչ է նշանակում, ձերպակալ են, հա, դարեք բոլոր ձերպակալներ, պիտի լինեն, օրինական մարմինները, մի պահ, իրենց դակումները դրեք գետագում եք աշխատում, և որովհետև վախենում են իրաց աշխատավարձին, վախենում են իրաց տուն տեղին, ավելի տանը բաց կայել այները չկա որովից է բան ժողովուրդ ճան, վերջի վերջո հասկացեք, քաղաքապետը են ձերպակալում, եկեղեցական պաշտոնյաները են ձերպակալում, սպասեք այս պահին Փաշինյանին են դիմարում, Նիկոլ Փաշինյանը ժամանակի 17 թվին իր ֆրակցիայի կաբինետից ես եմ անցած եղել, այն ժամանակ ասում եք, ես լինեմ իշխանության գլուխ կանգնեմ, հայ ժողովրդի քթից բերելու եմ։ Այսքան բան ես լսել եմ։ Հետո հիմա ասեմ։ Հələ հարոտ չխնդրում եմ։ Օրինակ մամա, ես կարող եմ այս կողմը Սա միջոցառում է։ Այո, եք սադրելու։ Ոստիկանները հեղացնում են քաղաքացուն։ Իսկ մյուս քաղաքացիներին ինչու չեք հեռացնում, որ նման ձևով են խոսում կամ կոչեր են անում։ Ինչ եք հենց այս քաղաքացուն հեռացնում։ Ընտրողաբար է, մենք տեսնում ենք, այստեղ անցակետ է կառուցել ու անցակետ է, ընտրողաբար մարդկանց դիրեք տալիս կամ ներս մտնում եւ դուրս գալիս, դա անցակետ չէ։ Բայց ինչ է դուք քաղաքացու չեք տալիս, նա եկեղեցի։ Մարդու իրավունքը ոտնահարենք է։ Ուզում եք գնալ չեն թողնում։ Եկեղեցի չեն թողնա, ինչ իրավունք ունի, ինչ թողնալու։ Մենակ Փաշինյանը չմտնի, մարդիկ են, ես եկեղեցի թողնում ես Նմանատիպ այդ դեպքեր եղել են, երբ եկեղեցու շուրջ բոլորը ոստիկաններ լինեն ու միլիցիա կայնիկ է, չկա, չեն կա։ որոշել էիք 7 մերկում մասնակցել պատարագի։